Հարց տուր ինքդ քեզ. ինչու են որոշ մարդիկ հաջողվում իրենց նպատակների մեջ, հասնում իրենց նպատակներին, իսկ որոշները ձախողվում եւ մնում ճանապարհի կեսին։ Արդյոք դա տաղանդի հարց է, բախտի հարց է, փողի հարց է, թե միջավայրի։ Իրականում գաղտնիքը սովորությունների եւ հարատեվության մեջ է։ Փոքր քայլեր, որոնք օրեցօր կուտակվում են եւ վերածվում մեծ հաջողությունների։ Եվ այսօր ես կխոսեմ հենց հաջողությունների 5 կարևոր քայլերի մասին, 5 կետեր, որոնք մարդուն կարող են հաջողակ դարձնել։ Ինչպես ասում էր հայտնի հեղինակ Ջոն Մաքսվելը, մարդկանց հաջողությունները որոշվում են ոչ թե մեծ պահերով, այլ փոքրիկ սովորություններով, որոնք պարբերաբար կրկնվում են։ Բայց նախքան անդրադառնալ այդ 5 կետերին, նախ եկեք խոսենք, թե ինչ է ընդհանրապես հաջողությունը եւ ինչպես է որոշվում մարդը հաջողակ է, թե հաջողակ չէ, ինչ է ասում Աստվածաշունչն այդ մասին։ Իհարկե աշխարհն ունի իր պատկերացումը հաջողության մասին, եւ այդ պատկերացումը որոշվում է փողերով, փառքով, հայտնիությամբ, համբավով, շրջապատով, բայց եկեք տեսեք, որ Աստվածաշունչը ունի իր ուրույն չափանիշները, որով մարդը որոշվում է հաջողակ է, թե ոչ։ Օրինակ Տեր Հիսուսը ավետարաններում պատմեց 2 անձնավորությունների մասին։ Լսած կլինեք հավանաբար աղքատ Ղազարոսը եւ հարուստը եւ մեկ այլ հարուստ։ Օրինակ աղքատ Ղազարոսի եւ հարուստի պատմության մեջ մենք տեսնում ենք 2 անձնավորությունների, որոնք աշխարհային չափանիշներով մեկը կարող էր համարվել ծայրահեղ ձախողակ, մյուսը հաջողակ։ Բնականաբար աղքատը այդ միջավայրի մեջ նա համարվում էր ձախողակ անձնավորություն, հարուստը նա հաջողված մեկն էր, ըստ աշխարհի չափանիշների։ Հիմա տեսեք հաջորդիվ, թե ինչ եղավ։ Գրված է, որ աղքատը մահացավ եւ հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը, այսինքն նա իրեն հայտնաբերեց երանավետ վայրում, անեծքից տեղափոխվեց օրհնության մեջ, թշվառությունից հարստության մեջ, անպատվությունից փառքի մեջ նա հայտնվեց։ Նույն գիշեր հարուստը մահացավ եւ հայտնվեց դժոխքում, տանջարանում։ Ուրեմն, եթե մենք հաջողությունը չափում ենք աշխարհիկ եւ ժամանակավոր չափանիշներով, ապա կտեսնենք, որ հարուստը իսկապես կարող էր հաջողակ մեկը համարվել եւ աղքատ Ղազարոսը թշվառ եւ անհաջողակ մեկը։ Բայց եթե մենք չափում ենք հավիտենական եւ հոգեվոր չափանիշներով, ապա լրիվ այլ պատկեր է ստացվում։ Մեկ այլ պատմության մեջ կամ առակում Տեր Հիսուսը պատմեց այլ մեծահարուստի մասին, որը առատ հունձք ունեցավ, քանդեց իր փոքր եւ հին շտեմարանները, մեծերը շինեց, ամբարեց իր ամբողջ բերքը եւ անհոգ նստեց իր համար եւ ինքն իրեն ասաց. «Ով իմ անձ, որքան մեծ հարստության տեր ես դու, ինչ հաջողակ մեկն ես դու, կարծես Աստված քեզ օրհնել է ամեն առումներով, հիմա անհոգ քեզ համար ապրիր»։ Եվ պատմությունը շարունակվում է, որ Աստված նրան այդ գիշեր կասի. «Անմիտ, այս գիշեր քո հոգին քեզանից պիտի պահանջեմ»։ Ուրեմն տեսնում ենք, որ այդ մարդը աշխարհի չափանիշներով հաջողվել էր, հասել էր որոշակի հաջողության, բարգավաճման, հարստության, բայց Աստծո մոտ նա ձախողակի մեկն էր։ Եվ այս առակը Տեր Հիսուսը եզրափակում է հետևյալ տողերով. այսպես կլինի յուրաքանչյուր մարդու հետ, ով Աստծով չէ հարուստ։ Ուրեմն ճշմարիտ հաջողության եւ հարստության չափանիշները որոշվում են հոգեվոր արժեքներով եւ հավիտենական վիճակով։ Ինձ համար իրական հաջողությունը Աստծո կամքը բացահայտելն է եւ այդ կամքը իրագործելն է։ Գուցեև այդ կամքը մեզ չտանի հարստության եւ ճոխ ապրելակերպին, բայց մեծագույն հաջողություն է, երբ մարդ բացահայտում է Աստծո կամքը իր համար, երբ մարդը գտնում է աստվածային նպատակ իր կյանքի համար եւ իրագործում է այդ նպատակը։ Հիմա, մինչ կշարունակեմ եւ կխոսեմ հաջողության 5 կետերի մասին, մի կարևոր խնդրանք։ Դե գիտեք արդեն բավական ժամանակ է, ինչ մենք միասին ենք եւ ինչ ես փորձում եմ
օգտակար լինել ձեզ։ Եվ եթե իսկապես դուք հավանում եք այս նյութերը, եթե սրանք ձեզ համար օգտակար են եւ կիրառական, ապա կխնդրեմ, որ չմոռանաք դնել ձեր լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին եւ ձեր մեկնաբանություններով ակտիվ լինել։ Ես խոստանում եմ կարդալ ձեր բոլոր մեկնաբանությունները եւ հնարավորինս պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, ձեր պարզապես մատի մեկ հպումը կօգնի, որպեսզի այս տեսանյութը շատ ավելի մեծ լսարանի համար հասանելի լինի։ Դուք պարտավոր չեք դա անել, բայց եթե անեք, ես անձամբ ձեզ շնորհակալ կլինեմ։ Իսկ հիմա շարունակենք։ Ուրեմն հաջողության առաջին կետը, առաջին գաղտնիքը, առաջին բանաձևը, ինչպես կուզեք անվանել, հետևյալն է՝ հստակ նպատակների ձևավորում։ Հաջողակ անձնավորությունները նրանք չեն ապրում մոտավոր կամ պատահական կյանքով, նրանք ունեն հստակ նպատակներ, գիտեն ուր են գնում եւ գիտեն ինչու են գնում։ Նրանք ունեն հստակ տեսիլք։ Ցավոք սրտի, մեր հասարակության մեծ մասը չի կարողանում հստակ ձևակերպել իր կյանքի նպատակը։ Դրանք մաղթանքների, երազանքների եւ կենացների կամ ցանկությունների մակարդակից այն կողմ չեն գնում։ Հույն հին փիլիսոփա Արիստոտելն ասել է, որ եթե քո նպատակը 0 է, ապա դու անպայման կհասնես քո նպատակին։ Իսկ հոգեբանությունն ասում է, որ գրավոր ձևակերպված նպատակը 80%-ով բարձրացնում է դրա իրականացման հավանականությունը։ Աստվածաշունչն էլ այս առումով հրաշալի խորհուրդ ունի մեզ տալու։ Օրինակ Ամբակում մարգարեության 2-րդ գլխի 3-րդ համարից Տերը մարգարեին հետևյալն ասաց, եւ մենք էլ կարող ենք մեզ համար օգուտ քաղել այս կարևոր խոսքից։ Տերն ինձ պատասխանեց եւ ասաց. գրիր տեսիլքը եւ որոշակի նշանակիր տախտակների վրա, որպեսի այն կարդացողը սահուն կարդա։ Տեսեք, Տերը մարգարեին տալիս է տեսիլք ապագայի վերաբերյալ պատկեր եւ հանձնարարում է, որ մարգարեն պետք է գրեր տեսիլքը, հստակ գրեր, որոշակի ձևով գրեր, որպեսի կարդացողի համար պարզ դառնար։ Տեսեք, որքան կարևոր է գրի առնելը, թղթին հանձնելը, մեր նպատակների ձևակերպումը։ Ապա շարունակության մեջ ասվում է, որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է եւ հետևում է դեպի վախճանը, չի ստում։ Եթե նույնիսկ հապաղի, սպասիր նրան, որովհետև անպատճառ պիտի գա եւ չի ուշանա։ Ուրեմն տեսեք, որքան կարևոր է մեր նպատակները գրի առնելը։ Շատերը չունեն այդ սովորությունը, շատերը իրենց մտքի մեջ են պահում իրենց նպատակները, բայց եկեք համաձայնվենք, որ մեր մտքում, մեր սրտում պահված նպատակը շատ անգամ կարող է դառնալ պարզապես բարի մաղթանք, ցանկություն, երազանք, բայց երբ որ մի բանը մենք գրի ենք առնում, նպատակը վերածվում է ծրագրի։ Ուրեմն գործնական մի խորհուրդ. գրի առ քո նպատակը կամ տեսիլքը եւ ամեն օր հիշեցրու դրա մասին քեզ։ Հաջողության երկրորդ գաղտնիքը կամ երկրորդ կետը, ըստ շատերի փորձառության, դա ժամանակի ճիշտ կառավարումն է։ Հաջողակ մարդիկ գիտեն, որ իրենց ամենաթանկ ռեսուրսը դա փողը չէ, ժամանակն է։ Իրականում մենք իշխանություն չունենք ժամերի եւ ժամանակների վրա, մենք չենք կարող ժամանակը հետ տալ, չենք կարող ժամանակը կանգնեցնել եւ չենք կարող ժամանակը առաջ տալ, բայց մենք կարող ենք իմաստուն կերպով վարվել ժամանակի հետ, ժամանակը ճիշտ գործածել կամ ժամանակը կառավարել։ Ոմանք սպառում են ժամանակը, բայց դրանով չեն գիտակցում, որ իրականում ժամանակն էլ իրենց է սպառում։ Հոգեբաններն էլ ասում են, որ ժամանակի կառավարման ամենաարդյունավետ ձևը դա պլանավորումն է։ Տեսեք, որքան նման է, չէ՞, նպատակների շարադրանքը ժամանակի պլանավորման հետ։ Երկուսն էլ դուք պետք է գրեք եւ ծրագրեք, պլանավորեք, քայլեր ձեռնարկեք։ Հիշում եք, Եփեսացիներին թղթում Պողոս առաքյալն ասում է ժամանակը ծախու առեք, այսինքն իմաստուն կերպով վարվեք ժամանակի հետ, խնայեք ժամանակը։ Իսկ 90 Սաղմոսի 12 խոսքում Սաղմոս 2-ն հետևյալը գրեց. Սովորեցրու մեզ,
որ այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք։ Ուրեմն տեսնում ենք, սա դաս է, որ Աստված ինքը մեզ պետք է սովորեցնի, մենք պետք է սովորենք ճիշտ վարվել ժամանակի հետ, կառավարել ժամանակը, ժամանակը խնայել, ժամանակը ճիշտ գործածել։ Այս առումով շատ կարևոր է, որ մենք սահմանենք մեր առաջնահերթությունները, որովհետև բաներ կան, որոնցով մենք զբաղված ենք, բայց դրանք կարևոր չեն, առաջնահերթ չեն, երկրորդական եւ երրորդական բաներ են, որոնք պարզապես սպառում են մեր կյանքի ամենաթանկ ռեսուրսը, ժամանակը։ Ուրեմն թույլ մի տվեք, որ ձեր կյանքում լինեն բաներ, որոնք կգողանան ձեր կյանքի ամենաթանկ ռեսուրսը, ժամանակը։ Եվ այս առումով եւս մի կարևոր խորհուրդ կարող եմ տալ ձեզ, կարող եք ամեն օր գրել 3 ամենաառաջնահերթ բաները, որոնք կարևոր են այդ օրվա մեջ եւ պարզապես կենտրոնացեք այդ 3-ի վրա, ֆիքսեք ձեր ուշադրությունը դրանց վրա։ Կլինեն բաներ, որոնք մեզ կշեղեն, մեր ուշադրությունը կգողանան, կփորձեն մեզ զվարճացնել, որ մենք թեթևամտորեն վերաբերվենք ժամանակին, բայց ամեն անգամ, երբ որ մեզ հիշեցնենք, որ ես ունեմ 3 կարևոր առաջնահերթություն այսօր անելու, հետևաբար դա մեզ օգտակար կլինի, որպեսզի մենք ճիշտ վարվենք ժամանակի հետ։ Մինչ ես կշարունակեմ հաջորդ կետերը, դուք մեկնաբանության մեջ գրեք, թե արդյոք ձեզ հաջողվում է կառավարել ժամանակը, արդյոք հաջողվում է տիրապետել ձեր ժամանակին եւ ինչպես է դա ձեզ հաջողվում։ Իսկ եթե չի հաջողվում, կարող եք կիսվել նաեւ ձեր ձախողված փորձերով կամ էլ ձեր հաջողված փորձով, որպեսզի կարդացողը օգուտ ստանա։ Տեսեք, գրելը որքան կարևոր է ոչ միայն ձեզ համար, այլև դիմացինի համար։ Հաջողության երրորդ գաղտնիքը կամ սովորությունը ինքնակարգապահությունն է եւ հետեւողականությունը։ Տեսեք, ես ոչ միայն ասում եմ գաղտնիք, այլ նաեւ սովորություն, որովհետեւ իրականում ոչ մի գաղտնիք էլ չկա։ Հաջողությունը դա սովորություն է, որին մենք վարժվում ենք։ Դա բնավորություն է, որը մենք կարող ենք ձեռք բերել։ Եվ ուրեմն երրորդ կետը, երրորդ սովորությունը ինքնակառավարումն է եւ հետեւողականությունը։ Հաջողակ մարդիկ չեն սպասում մոտիվացիային։ Նրանք ապրում են ինքնակարգապահությամբ։ Իրականում կարգապահություն բառը կամ դիսցիպլին բառը մենք այդքան էլ շատ չենք սիրում։ Մենք չենք սիրում, երբ որ ուրիշները մեզ կարգի են հրավիրում, մեր էգոն չի սիրում, երբ որ մենք մեզ դնում ենք դիսցիպլինի մեջ, բայց իրականում դիսցիպլինն է մեր հաջողության բանալին, ինքնակարգապահությունը եւ հարատեվությունը։ Նյարդաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ կրկնվող գործողությունները ուղեղում ձևավորում են նոր նեյրոնային կապեր, որոնք ձևավորում են մեր սովորությունները եւ բնավորությունը։ Ուրեմն մի բանը, եթե մենք շարունակ անենք, լինի լավ թե վատ, ուղեղը սկսում է հակում ունենալ դեպի այդ բանին։ Նեյրոնային կապեր են առաջանում եւ դա դառնում է սովորություն, իսկ սովորությունն էլ վերջ-վերջո ձևավորում է մեր բնավորությունը, որն էլ որոշում է մեր կյանքը եւ ճակատագիրը։ Տեսեք Պողոս առաքյալը ինչ գրեց առաջին Կորինթացիներին 9-րդ գլխի 26 համարից։ Ուրեմն ես այդպես եմ վազում, ոչ թե աննպատակ, այդպես եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով, այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում եւ հնազանդեցնում, որպեսի չլինի թե ուրիշներին քարոզելով ինքս անպիտան լինեմ։ Տեսեք, Պողոս առաքյալն ասում է, ես աննպատակ չեմ վազում, ես ունեմ նպատակ, ես ունեմ նպատակակետ, ես գիտեմ դեպի ուր եմ ընթանում եւ ինչու եմ վազում։ Հաջորդիվ նա ասում է, որ նա մրցում է, բայց ոչ թե օդ ծեծելով, այլ ճնշում է իր մարմինը, իր կրքերը, իրեն դուրս է հանում կոմֆորտ տիրույթից, որպեսզի կարողանա հասնել իր նպատակին եւ անպիտան չգտնվի։ Ուրեմն հաջողությունը նաեւ ասպարեզ է, որտեղ մենք քայլ առ քայլ ավելի ենք մոտենում այդ հաջողության։ Հետևաբար, որպեսզի մենք հասնենք մրցանակին, մենք պետք է սովորենք ճնշել մեր մարմինը, մեր կրքերը, մեր հույզերը, կարողանանք կառավարել ոչ միայն ժամանակ, այլև կառավարել մեզ։ Եվ այդ առումով մենք պետք է հետևողական լինենք։ Տեսեք, մոտիվացիան մեզ կարող է մեր բազկաթոռից ոտքի կանգնեցնել, բայց չի կարող հարատև մեզ վազացնել։ Բայց դիսցիպլինը մեզ ճիշտ
մրցուղու վրա է կանգնեցնում, մեզ ճիշտ ասպարեզի մեջ է դնում եւ մեզ օգնում է, որպեսզի մենք հարատևենք, հետևողական լինենք այդ ամենում։ Հուսահատություններ կլինեն, տկարություններ կգան, բայց երբ որ մենք վարժվում ենք ինքնակարգապահությանը եւ հարատև ենք դրանում, մենք հաստատ կհաջողվենք։ Անգլերենում սրան ասում են consistency over intensity, այսինքն հետևողականություն ուժգնության նկատմամբ, այսինքն ոչ թե մոտիվացիա, այլ ինքնակարգապահություն։ Հաջողակ մարդկանց 4-րդ սովորությունը՝ շարունակական ուսուցում եւ աճ։ Հաջողակ մարդիկ երբեք չեն ասում ես արդեն գիտեմ, ես արդեն հասել եմ ճանաչողության գագաթնակետին։ Նրանք միշտ ամեն տարիքում լսում են, սովորում են, կարդում են, զարգանում են եւ աճում են։ Պետրոս առաքյալը իր վերջին ուղերձի 2-րդ թղթի 3-րդ գլխի 18 համարում հետևյալը գրեց, սա իր կարելի ասել վերջին խոսքն էր. Աճեք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտությամբ։ Ամեն մի հավատացյալ, նա չի կարող ստատիկ վիճակի մեջ մնալ, նա պետք է աճի եւ աճի Քրիստոսի շնորհով եւ աճի գիտությամբ եւ գիտության մեջ։ Հետևաբար եւս մեկ կիրառական խորհուրդ. ամեն օր ինչ որ մի նոր բան սովորիր կամ ամեն ամիս մի նոր գիտելիք ձեռք բեր քեզ համար, նոր գիրք կարդա, նոր podcast լսիր, նոր ուսուցում ստացիր, պրպտուն եղիր եւ հետևողական եղիր այս ամենի մեջ։ Եվ հաջողակ մարդկանց 5-րդ սովորությունը, իհարկե սովորությունները շատ են, բայց այսօր մենք 5 սովորությունով կսահմանափակվենք, եւ 5-րդ սովորությունը առողջ հարաբերությունների պահպանումն է։ Հաջողակ մարդիկ գիտեն, որ իրենք մենակ չեն եւ միայնակ չեն կարող հասնել լիարժեք հաջողության։ Նրանք կարիք ունեն առողջ մտածելակերպ ունեցող մարդկանց, կարիք ունեն մարդկանց, որոնցից կարող են սովորել, հետևաբար նրանք հետապնդում են առողջ հարաբերություններ, հետաքրքրված են նոր ընկերություններով, որոնք կզարգացնեն իրենց։ Մարդը սոցիալական էակ է եւ նա կարիք ունի հաղորդակցության, առողջ հաղորդակցության, որը նրա կյանքի որակի կարևոր երաշխիքներից մեկն է։ Այս առումով առաջին Կորինթացիներին 15-րդ գլխի 33 համարում Պողոս առաքյալը գրեց. Մի խաբվեք, չար ընկերակցությունները բարի վարքը ապականում են։ Ուրեմն տեսեք, անգամ բարի մարդը, բարի նպատակներով մարդը, եթե հայտնվի չար միջավայրում, եթե հայտնվի թշնամական, բացասական մարդկանց միջավայրում, նա էլ կապականվի, նրա վարքը պարզապես կապականվի։ Իսկ եթե մարդը հաղորդակցվի դրական, լուսավոր մարդկանց հետ, նա այդ միջավայրում նույնը չի կարող մնալ։ Ուրեմն հաջողակ մարդկանց համար շատ կարևոր է այս 5-րդ սովորությունը՝ լինել դրական եւ առողջ միջավայրում։ Եվս մի գործնական խորհուրդ այս առումով. դու ինքդ ես ընտրում քո շրջապատը, թե ում հետ հաղորդակցվես եւ ում հետ ընկերանաս։ Մենք չենք ընտրում ընտանիքը, որովհետև մենք ծնվում ենք Աստծո նախախնամությամբ, բայց մենք ընտրում ենք մեր ընկերներին, հետևաբար շատ ուշադրությամբ եւ զգուշավոր ընտրիր քո ընկերներին, որոնք կարող են քեզ թե քայքայել, կարող են նաեւ քեզ մեծ օգուտ տալ։ Ում հետ ես հաղորդակցվում, արդյոք նրանք արժեք են փոխանցում քեզ, արդյոք օգնում են, որ դու հասնես քո նպատակին, որ դու հաջողվես քո տեսիլքի մեջ, թե ձախողում են եւ ապականում քո վարքը։ Ուրեմն հաջողությունը գաղտնիք չէ, հաջողությունը սովորություն է։ Եվ այդ սովորություններից 5-ի մասին մենք այսօր խոսեցինք։ Հստակ նպատակներ, ժամանակի իմաստուն կառավարում, ինքնակարգապահություն, շարունակ ուսուցում եւ առողջ հարաբերություններ։ Եթե հենց այսօրվանից սկսես այս 5-ը կիրառել քո կյանքում եւ հարատև լինես այս 5-ի հարցում քայլ առ քայլ, դու կմոտենաս քո երազանքի կամ նպատակի իրականացմանը, դու աճ կնկատես քո բնավորության մեջ, ձեռք կբերես սովորություններ, որոնք քեզ հաջողակ կդարձնեն։ Սիրելի բարեկամ, հաջողությունը Աստծո պարգևն է, բայց այն պահանջում է նաև մեր մասնակցությունը։
Օրինակ առաջին Սաղմոսում գրված է, որ այն մարդը, որ ցերեկ ու գիշեր մտածում է Աստծո խոսքի շուրջ, նա հաջողակ կլինի։ Մենք ունենք մեր կարևոր բաժինը այս առումով։ Եվ մի մոռացիր, իսկական հաջողությունը չի սահմանափակվում այս ժամանակավոր աշխարհի չափանիշներով եւ ժամանակի սահմաններով, այն ժամանակի սահմանից էլ այն կողմ է անցնում, երբ մի օր կգա, երբ կլսենք մի ապրեցնող ձայն, որ կասի լավ, բարի եւ հավատարիմ ծառա։ Նախքան աղոթելը ուզում եմ պարզապես հիշեցնել, որ եթե այս կետերը քեզ համար օգտակար եղան, կարող ես քո մեկնաբանությամբ նշել, հատկապես որ կետներ, որ քեզ ավելի էր առնչվում, որ կետում ես դու հաջողվել, իսկ որ կետի վրա դեռ պետք է աշխատես, որ սովորությունն է, որ պակասում է քեզ եւ կարիք ունես, որ ավելի կիրառական դառնա քեզ համար։ Եվ իհարկե չմոռանաս վերջում դնել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին, որպեսզի մենք մեր կապը իրար հետ չկորցնենք։ Շնորհակալություն։ Իսկ հիմա աղոթենք։ Տեր, իմ կյանքի մեծագույն հաջողությունն է քեզ ճանաչելը։ Եվ դու ինքդ ուզում ես, որ քո զավակները ոչ թե ձախողվեն, այլ հաջողվեն։ Եվ մեծագույն հաջողությունը նաև այն է, երբ մարդը ճանաչում է քո կամքը, հետամուտ է լինում եւ հասնում է քո կամքի իրագործմանը։ Ուրեմն աղոթում եմ, որ օգնես մեզ բացահայտել քո կամքը եւ ընթանալ դեպի այն վերին կոչումը եւ այն վերին նպատակը, որի համար դու մեզ աշխարհ ես բերել։ Թող մեր կյանքը չլինի օդ զարկելու մրցասպարես, չլինի աննպատակ վազք, այլ մենք վազենք այն վերին մրցանակի համար, որ դու պատրաստել ես բոլոր հաղթողների համար։ Ուրեմն պարգևիր քո հաջողությունը մեզ եւ թող քո Սուրբ Հոգին օգնի մեզ, որ այս 5 սովորությունների մեջ մենք հաջողություն գտնենք։ Աղոթեցի Հիսուսի անունով։ Ամեն։